Եսայա մարգարեն ասում է, ինչպես որ ձյունը և անձրևը իջնում են երկիր, արգասաբեր են անում երկիրը, բողբոջեցնում են ծառերը, ոռոգում այն և տալիս են հաց ուտողի և սել ցանողին, այնպես էլ իմ բերանից դուրս եկած խոսքերը պիտի կատարեն իմ կամքը և հաջողվեն, ինչի համար, որ ես նրան ուղարկում եմ, և պարապ տեղը ետ չեն դառնալու ինձ մոտ։ Ուստի թող Աստված օրհնի ինձ և քեզ, որ իր խոսքերը այսօր, որ հնարավորություն ունենք լսելու, պարապ ետ չդառնա Աստծո մոտ, կատարի, ինչի համար, որ նա այդ խոսքերը ուղարկում է։ Փառք Տիրոջը։ Գործք առաքելոցի մեջ 10-րդ գլուխ 38 համարներում առաքյալը Տեր Հիսուս Քրիստոսի մասին հետևյալն է ասում, որ գիտենք Հիսուսին, որ Նազարեթից էր, թե ինչպես Աստված նրան օծեց Սուրբ Հոգով ու զորությամբ, որ շրջում էր բարիք գործելով ու սատանայից բռնված բոլորին բժշկելով, որովհետև Աստված նրա հետ էր։ Տեր Հիսուսը, երբ որ եկավ, նա մարդկանց հրավեր էր անում դեպի իրեն։ Եկեք ինձ մոտ բոլոր հոգնածներ, բեռնավորվածներ, հարստահարվածներ։ Ինչքան մարդիկ էին գալիս Հիսուսի մոտ, ինչքան մարդիկ կարիք ունեին Հիսուսի, սպասված մեկը, նրանց առաջնորդները, քահանաները, փարիսեցիները, որոնք ամեն ժամանակ ժողովարաններում հավաքում էին այդ մարդկանց և ինչ որ Աստծո խոսք էին խոսում, միևնույն է, այդ մարդիկ այդտեղից հեռանում էին, բեռնավորված, ցավակալ, հիվանդ, որոշները անգամ վտարված էին հասարակությունից, ձեռք բերված բորոտության, հիվանդության պատճառով։ Նա եկավ և Սուրբ Հոգով լցված, սպասված Մեսիան էր։ Եվ Մատթեոս ավետարանի 15-րդ գլխի 29-ից 31 համարներում կարդում ենք, որ և նրան ժողովրդի մեծ բազմություն մոտեցավ, նրանք իրենց հետ ունեին կաղերի, կույրերի, համրերի, հաշմանդամների և ուրիշ շատերի, նրանց Հիսուսի ոտքերի առջև գցեցին և նա բժշկեց նրանց այնպես, որ ժողովուրդը զարմանում էր, տեսնելով համրերին խոսելիս, հաշմանդամներին առողջ, կաղերին քայլելիս, իսկ կույրերին տեսնելիս և փառավորում էին Իսրայելի Աստծուն։ Եվ ժողովուրդները զարմանում և ասում էին, թե երբեք Իսրայելի մեջ այսպիսի հրաշքներ չէին տեսել։ Այո, պիտի ասենք, որ նա եկավ և սատանայից հարստահարվածներին ազատագրեց, բժշկեց, մեռելներին հարություն տվեց, կույրերին տեսողություն տվեց, կաղերին ուղիղ քայլելու հնարավորություն, բորոտներին, ովքեր մերժված էին հասարակության կողմից, մաքրեց նրանց և նորից վերադարձ եղավ դեպի հասարակություն և թե դեպի հասարակություն և թե դեպի իրենց ընտանիքները։ Իսրայելը երբեք իրենց հոգևոր առաջնորդների կողմից նման ապրումներ չէին ունեցել։ Օրհնյալ է Հիսուսը։ Մարկոսի ավետարանի 6-րդ գլուխ 34 համարում կարդում ենք, որ երբ որ Հիսուսը դուրս եկավ, շատ ամբոխ տեսավ, կարծես այդ ամբոխը, որը մեծ կարիք ուներ Հիսուսի, գտել էին մեկին, և ոչ թե այդպիսի մի քանիսը կային, և ոչ թե Գալիլեայում կամ Հրեաստանում կար մեկը, մի քանիսը, այլ մեկը և նրանից բացի ուրիշ ոչ մեկը չկար, որ կարողանար զարմացներ, որ կարողանար մարդկանց բժշկեր, և տարբեր տեղերից գալիս էին Հիսուսի մոտ, որտեղ լսում էին, որ նա կա, գալիս էին, բերում էին իրանց հիվանդներին։ Եվ այստեղ էլ կարդում ենք, որ երբ որ Հիսուսը դուրս եկավ, շատ ամբոխ տեսավ, և նրանց վրա գթած,
որովհետև հովիվ չունեցող ոչխարների պես էին եւ սկսեց նրանց շատ բաներ սովորացնել։ Եվ հետաքրքիր է, որ այդ մարդիկ, ովքեր հավաքվել էին Հիսուսի կողքը, որոնք ուրախանում էին նրանով, որ իրենց ցավերից են բժշկվում, որոնք ուրախանում էին, որ իրենց ազգի մեջ կա մեկը, որ նման բաներ է անում, եւ ամենտեղ խոսում էին Հիսուսի մասին, Հիսուսը այդ ժողովրդին հետևյալ ասեց, որի մասին պիտի խոսենք։ Ղուկաս ավետարան 17-րդ գլուխ 34-35 համարներում ասում եմ ձեզ. նույն գիշերում երկու հոգի մեկ մահիճին կլինեն, մեկը կառնվի, իսկ մյուսը կթողնվի։ Երկուսը միասին աղալիս կլինեն, մեկը կվերցվի, մյուսը կթողնվի։ Հետաքրքիր մի հատ բան։ Մարդիկ ուրախացած էին, որովհետև նրանք բժշկություն էին գտել։ Նույնը այսօր մեր կյանքում է։ Եկեղեցի մարդը գալիս է, որովհետև ինչ որ մի կարիք ունի։ Կապ չունի այդ մարդը հարուստ է, թե աղքատ է, հիվանդ է, թե առողջ է, մեկը։ Մարդը գալիս է եկեղեցի, որովհետև Աստծուց ինչ որ սպասում ունի, ինչ որ կարիք ունի։ Ու փառք Տիրոջը, որ շատ վկայություններ լինում են, որ մարդկանց Աստված հասնում է, մարդկանց Աստված բժշկում է։ Բայց Տեր Հիսուսի աշխարհ գալու նպատակը միայն դա չէր, որ մարդկանց տար իրենց նյութական կարիքները, որ մարդկանց բժշկեր, մեռելները հարություն առնեին, բորոտներին մաքրեր։ Եսայա մարգարեն 42-րդ գլխի 9-րդ համարում հետևյալն է ասում. Աստված այսպես է ասում. նախկին բաները ահա կատարվել են, եւ նորերի մասին եմ հայտարարում ձեզ, դրանք դեռ չպատահած իմացնում եմ ձեզ։ Այն ինչը, որ Աստված մեր կյանքում արել է, դա պատճառ է դառնում, որ մենք հավատանք Աստծուն։ Հավատանք նրա ամենակարողությանը, նրա զորությանը, հավատանք նրա բարությանը, նրա ողորմությանը, հավատանք, որ նա հայր է։ Եվ մեզանից ամեն մեկը, ով որ ճանաչել է Աստծուն, ով որ հաղորդակցվել է նրա հետ, ինձ հետ համարձակ կարող է ասել, որ Աստված որպես հայր, նա իր պարտականությունները իդեալական է կատարում։